գիտես, երկինքը ստեղ է։ Դու զգում ես դա թե չես զգում, դա իրականում մեր զգալը, չզգալը ոչ մի կապ չունի։ Միևնույն է, երկինքը ստեղ է, ոչ թե որ մենք զգում ենք թե չէ, որտեղ Աստծո խոսքն է այդպես ասում։ Եվ Աստծո խոսքը սուտ չի խոսում։ Գիտես, Աստված սուտ չի խոսում։ Գիտես, Սաղմոսների մեջ Աստված ասում է տղաները աղջիկների հետ, տատիկները, պապիկների հետ, ասում է մեծերի հետ, իշխանների հետ, ասում է թող հավաքվեն ու իմ անունը օրհնեն։ Եվ ինչքան հրաշալի է, գաս եկեղեցի ու տեսնես, որ այն բոլոր սերունդները, որ Աստված պատվիրում է, որ պետքա հավաքվեն մեկտեղ ու իրան օրհնեն, գաս եւ տեսնես, որ եկեղեցում այդ խոսքը կատարվում է, որ մենք տեսնում ենք մանուկները, պատանիները, երիտասարդները, մեծերը իրար հետ միասին կանգնում են եւ Աստծուն օրհնում են։ Եվ սա հրաշալի է։ Գիտեք, իմ անունը Գորա, ինչպես ով Էմիլը ներկայացրեց, այս ընթացքում բան չի փոխվել իմ անվան մեջ, նույնն է մնացել, Փառք Աստծուն։ Մի փոքր ներկայանամ, 22 տարեկանում ապաշխարել եմ, կյանքս տվել եմ Քրիստոսին եւ արդեն 23 տարի է ծառայում եմ Աստծուն։ Ծառայում եմ Աստծուն, ամուսնացած եմ, ունեմ հրաշալի կին, հրաշալի 3 որդիներ ունեմ, 3 տղա ունեմ, մեծս 17 տարեկան է, փոքր տղաս 9 տարեկան է լինում։ Մի խոսքով ինչ կարամ ասեմ, որ օրհնված երջանիկ ընտանիք ունեմ։ Եվ ինձ համարում եմ այս երկրի վրա հաջողված մարդ, ոչ թե իմ կարողությունով, այլ Տիրոջ շնորհքով, Տիրոջ զորությամբ, մի ուր շաբաթ կինս կմիանա այստեղ, մեզ հետ կլինի եւ հրաշալի է ծառայել Աստծուն, հրաշալի է Աստծո մեջ ապրել, հրաշալի է, երբ որ երիտասարդ տարիքից սկսում ես Տիրոջ հետ գնաս։ Գիտես, ես ծառայում եմ Երևանի կյանքի խոսքի եկեղեցում, որպես մանկապատանեկան եւ երիտասարդական ծառայության պատասխանատուն եմ։ Ես ու ծառայում ենք իրար հետ միասին եւ հրաշալի է, երբ որ տեսնում ես երիտասարդների կամ պատանիների, որոնք արդեն ճանաչում են Տիրոջը, արդեն Տիրոջ հետ ոչ միայն գալիս են եկեղեցի գնում են, այլ Տիրոջ հետ հանդիպում են ունեցել այդ պատանիները։ Եվ տեսնում ես մարդիկ, որոնք որ հանդիպում ունեցել են եւ ուսում է 10 փեդով ծեծես, նրանք էլ եկեղեցուց չեն գնում։ Մնում են Աստծո տան մեջ։ Եվ դու գալիս ես, նրանք այնտեղ են եւ բարձրանում է նոր Հեսուների մի սերունդ, բարձրանում է Դանիելների նոր մի սերունդ, որոնք որ Աստծո տնից չեն ուզում հեռու գնան։ Որոնք որ իրենց կյանքը, իրենց ճանապարհները կապում են Աստծո տան մեջ, ծառայության մեջ, լցված են գնում են առաջ։ Եվ գիտես, մենք որպես Տիրոջ մարմին, որպես Տիրոջ եկեղեցի մեծ դեր եւ նշանակություն ունենք սերունդների մասով։ Եվ ծնողները նույնպես առավել կարևոր, գիտես, աշխատանք ունեն։ Շատ ժամանակ ծնողները մտածում են, որ եկեղեցին է, այնտեղը որտեղ պետք է իմ երեխուն կրթեն, սովորացնեն, մեծացնեն, բայց գիտեք, երեխան մեծամասնությամբ ձևավորվում է ընտանիքում։ Ձևավորվում է ընտանիքում եւ արտացոլում է ինչը որ ձևավորվել է։ Որտեւ գիտեք, շատ անգամ կա այսպեսի արտահայտություն, որ ասում են երեխան, նոր ծնված երեխան, դա սպիտակ թղթի նման է, ինչ գրես դա էլ կլինի։ Շատերը կան, որ ասում են, երեխան որ ծնվում է, արդեն parza ինքը ով է, էլ ոչ մի բան չեն կարող անենք, ինքը իր ճանապարհը ընտրում է, բայց դա այդպես չի։ Գիտես, ծառը երբ որ դու տնկում ես, եթե ծառը չխնամես, չմշակես, ինքը կաճի ոնց հարմար է իրան, բայց դա չի լինի նորմալ ծառ։ Նամանավանդ եթե պտղատու ծառը ինչ որ ժամանակ հետո պտուղ չի տա, որտեղ վայրի կմեծանա։ Ու նույնպես երեխաներն են, որ մենք պետքա կարողանանք երեխաներին ապահովենք թե ընտանիքում, թե եկեղեցում, թե ամենտեղ այնպիսի միջավայր, որ իրանք ոչ միայն ուղղակի գիտելիքով լցվեն, այլ կարողանան հանդիպում ունենան Քրիստոսի հետ, Տիրոջ հետ հանդիպում ունենան։ Որովհետև գիտեք, կարան մարդիկ գիտելիքով լցվեն, իմանան որն է ճիշտ, որն է սխալ, բայց իրանց կյանքերը դրանից չփոխվի։ Բայց հանդիպումը Քրիստոսի հետ փոխում է մեր կյանքերը, փոխում է մեր սրտերը։ Դրա համար այսօր ես մի խոսք կա իմ սրտում, որ ես ուզում եմ խոսամ, դա սա է, սովորույթներ թե սովորական բաներ։ Սրանք երկուսն էլ ոնց որ սովորականի հետ կապ ունի, բայց գիտես լրիվ տարբեր բաներ են։ Գիտես, սովորույթները դրանք ձևավորվում են շարունակական գործողությունների ընթացքում, երբ որ դու շաբաթը մի անգամ պարբերաբար կամ 2 կամ 3 անգամ ինչ որ գործողություն ես կատարում, նույն բանը անում ես, հետո քո ուղեղը դանկալում է որպես սովորություն եւ անընդհատ դու դրա մեջ գնում ես, հարատևում ես, սկսում ես հարատևել։ Դուք նկատել եք, որ ինչքան դժվար է նույն բանը առաջին մի քանի անգամը անելը, կրկնելը։
Դրանից հետո դա դառնում է սովորություն։ Օրինակ, տղաները երբ որ որոշում են գնան ֆիթնես ակում, գնան մարզասրահ մարզվելու, որովհետև արդեն մի քիչ գիրացել են, արդեն ճիշտ չի, երիտասարդները, գիտես, որտեղ աղջիկները սիրում են sense մուսկուլոտ տղեկի ու իրանք ուզում են sense լավ տեսք ունենան Երևան, որ անտարբեր չլինեն։ Եվ առաջի երկու անգամը գնում են ինչքան դժվար է։ Հետո երրորդ անգամ դա ադապտացվում է, հետո արդեն իրանց համար սովորույթ է դառնում։ Իրանք գնում են, սկսում են անընդհատ մարզվել, կամ մենք գալիս ենք եկեղեցի, առաջի անգամ sense մի տեսակ են գալիս, հետո երկրորդ անգամ մի քիչ ավելի չկաշկանդված են գալի, երրորդ անգամ եւ դա դառնում է սովորություն, եւ արդեն դու կիրակի միշտ գալիս ես եկեղեցի։ Բայց գիտես, այնքան հետաքրքիր է, որ մենք այդ սովորույթների մեջ կարանք դարձնենք սովորական, հասարակացնենք, մի տեսակ հասարակ դառնա այս ամեն ինչը։ Գիտես, նայում ես Աստծո խոսքին, տեսնում ես մարդիկ, որոնք որ ընտրված, դրված մարդիկ էին Տիրոջը ծառայելու, Տիրոջը պաշտելու, որ օրհնություն լիներ, Աստծո փառքը գար, բայց իրանց համար սովորական էին դարձրել ծառայությունը, սովորական էին դարձրել ամեն բան։ Ես այսօր մի օրինակ ունեմ, որ ուզում եմ խոսամ, իհարկե մի օրինակ չունեմ, բայց կսկսեմ այս օրինակից, եկեք բացենք Ղևտացիների 10-րդ գլուխը։ Ղևտացիների 10-րդ գլուխ, եւ ուզում եմ կարդամ, հենց առաջի խոսքից ուզում եմ կարդամ, եւ ինչա գրած, ասում է եւ Ահարոնի որդիները, Նաբադը եւ Աբիուդը ամեն մեկը իր բուրվարը առավ եւ նրանց մեջ կրակ դրին եւ վրան խունկ դրին։ Եվ Տիրոջ առաջին օտար կրակ մատուցին, որ ինքը չէր պատվիրել նրանց։ Եվ Տիրոջ առաջից կրակ ելավ եւ սպառեց նրանց եւ նրանք մեռան Տիրոջ առաջին։ Նայեք, հետաքրքիր մի պատմություն է, շատ վատ վերջաբանով, բայց գիտեք ինչն է հետաքրքիր։ Նայեք, ովքեր էին Նաբադը եւ Աբիուդը։ Ահարոն քահանայապետի որդիք են, ովքեր ժառանգաբար քահանայությունը պիտի տանեն։ Ու ինչ եք մտածում, Նաբադը ու Աբիուդը իրանք տեղյակ են ոնց պետք է Աստծուն ծառայեն, թե իրանք իրանց որոշել են։ Օրինակ ոնց եք կարծում, տեղյակ են թե ոչ։ Գիտեն, որ նա Աստծո կամքը ծառայության մեջ։ Մովսեսը մի ամբողջ գլուխ խոսում է այդ ծառայության պատրաստվածության մասին, ոնց պետքա լինի, ինչ պետքա լինի, որը որի համար է, կրակը որտեղից պետքա վերցնեն, որն է նախատեսված, որը նախատեսված չի։ Եվ գիտեք, այս ծառայողները, այս որդիները այնպես չի, որ հենց առաջի օրը սխալ թույլ տվեցին։ Իրանք ճիշտ գնացել են։ Իրանք ինչ-որ ժամանակ, գիտես, այդ սովորույթը պահելով ճիշտ ժամին, ճիշտ տեղից, ճիշտ կրակը վերցնում են, դնում են բուրվարի վրա, Տիրոջը ծառայություն են անում, եւ երբ որ ամեն բան ճիշտ է լինում, դա օրհնություն է լինում համ ժողովրդի համար, համ էլ Աստծո առաջ անուշահոտություն է բարձրանում։ Բայց գալիս է հանկարծ հասնում է մի պահ, որ իրանց համար դառնում է սովորական լրիվ։ Ամեն բան սովորական է դառնում եկեղեցի գալը, դե պետքա գնամ, որովհետև պիտի գնամ։ Ծառայությանը, փառաբանությանը լինելը սովորական է դառնում, այս բաժակը ստեղ տանել, բերելը կամենի այնտեղ դնելը, ամեն բան սովորական է դառնում, դե պիտի անեմ, որովհետև պիտի անեմ։ Եվ այս ընթացքում, գիտեք ինչա տեղի ունեմ, տեղի ունենում մի բան, որ մենք մեր ներսում արժե զրկում ենք Աստծո առաջ կանգնելու կարևորությունը։ Ու սա դառնում է սովորական։ Մի ժամանակ սովորույթ էր ու դա շատ լավ էր, որ սովորույթ էր, որ մենք սկսում էինք հետևել, բայց հիմա այս սովորույթը մեր համար դառնում է սովորական մի բան, դե պիտի անենք։ Պիտի անենք, որ հանկարծ հովիվը չզանգի, ասի, «Էս ուր եք չկայք ծառայությանը»։ Բա ինչի՞ չեք եկել, ծառայությունը, ինչի՞ չեք եկել։ Գիտեք, սովորական է դառնում, որովհետև մենք չենք ուզում, որ ինչ-որ բաներ մենք մեզանից դնենք, անենք, դադարում ենք։ Հիմա այս երկու քահանաները, քահանաների որդիները, գիտեք ինչ էին անում։ Ճիշտ ծառայություն էին մատուցում Տիրոջը, եւ այն օրհնում էր ժողովրդին, օրհնում էր Աստծուն։ Բայց ինչ-որ մի պահի, ուղղակի չսկսեցին։ Չվերցրին, ասին, դե լավ։ Էլ հավես չկա գնամ ընդեից վերցնեմ այդ կրակը։ Սպասի մոտիկ տեղ կա, տեղից վերցնեմ դնեմ։
այն սկսվեց ավելի խորատեղից, այն սկսվեց իրանց սրտից, այն սկսվեց իրանց ներսից, իրանց վերաբերմունքից, երբ արժե զրկեցին այն կրակը, որը նախատեսված էր դնելու, ու իրանց համար, գիտեք ինչներ կարող ասին, դե կրակը, ինչ տարբերություն, ստեղից թե ընդեից, կվերցնենք, այս կրակը կդնենք, մեկը խունկը էլի կծխի, մեկը այդ խնկի բույրը էլի կբարձրանա, ու գնացին չնախատեսված տեղից կրակ վերցրին, բերին դրին բուրվարի վրա, ասում եմ, բայց դա Աստծո առաջին գարշելի երևաց, որովհետև Տերը դա չէր պատվիրել։ Գիտեք, Աստված ունի կամք իմ ու քո համար, ինչի ենք մենք հավաքվում, ինչի ենք մենք գալիս եկեղեցի, որն է նպատակը մեր մեկտեղ հավաքվելու, ինչն է մեր սրտում գրավում այդ կարևոր տեղը։ Գիտեք, եկեղեցին հանդիպման վայր է Տիրոջ հետ, եկեղեցին վերականգնման վայր է, եկեղեցին նորոգության վայր է, եթե դու սրտով կոտրված ես, վշտացած ես, դու գալիս ես ծառայության, դու գալիս ես Տիրոջ հետ հանդիպում ունենալու, անպայման դու հանդիպած Տիրոջը վերականգնված կգնաս այստեղից, բայց եթե քո համար միևնույնն է, դու ուղղակի գալիս ես, որ մարդիկ չասեն ուր ես չկար, ես գալիս էլ եկեղեցի կամ ինչ-որ բան, քո համար միևնույնն է, թե այստեղ ինչ կկատարվի, եւ դու կմտնես այստեղ, ոնց մտել ես եւ այտենց դուրս կգաս կգնաս։ Բայց քանի որ մենք գիտենք, որ գիտես եկեղեցին դա Տիրոջ վայրն է, որտեղ նա ներկա է, եթե 2-3 հավաքվում են, Տերը այնտեղ է, եւ դու կարիք ունես Տիրոջ հետ հանդիպման։ Ես դու միշտ գալիս ես։ Ինչն է մեզ բերում այդ վիճակի, որ մենք ամեն բան դարձնում ենք սովորական, այն ինչ վերաբերվում է Տիրոջը։ Գիտես, մարդ կարա սովորական դարձնի իր ընտանիքում լինելն էլ։ Այն կարա դառնա սովորական մի բան։ Այն կարա դառնա հոգսի գլխացավության նման մի բան։ Ուղղակի պարտականություն, դե ես պարտական եմ, որտեվ այդ ընտանիքի հայրն եմ։ Ես պարտական եմ ճաշլեփեմ, որտեվ մայրն եմ։ Դե պետք է ես կերակուր պատրաստեմ, որ երեխեքը հաց ուտեն։ Բայց գիտես, կարևոր մի բան կա։ Մենք կորցնում ենք այն առաջին մեր սրտի թրթիռը, որ առաջին անգամ մեր երեխու համար էս ենք անում, այն ենք ամ այդ ուրախությունը գնում է, ու այլևս դառնում է պարտականություն ինչ-որ բաներ անելու։ Ինչը Աստված խոսում է հայտնության գրքում Լաոդիկեի եկեղեցում եւ ասում է շատ լավ է, դու լավ աշխատում ես, անում ես, բայց քո դեմ բան ունեմ։ Դու կորցրել ես քո առաջի կրակը։ Դու օտար տեղից կրակ ես դնում։ Դու կորցրել ես այն սրտի թրթիռը, որ դու նոր սկսած ժամանակ անում ես, սկսել ես անել։ Դու ինչ-որ մի բան փոխեցիր ընթացքում։ Եվ մենք այստեղ գիտեք այնքան կարևոր է, որ հասկանանք մի բան, որ Աստված այնքան բարի է ու սիրում է ինձ ու քեզ, որ Աստված միշտ ուզում է մեզ բերի դրա մեջ, որտեվ դա ամենաթանկն է ու ամենակարևորն է, ինչը որ ես ու դու անում ենք Աստծո առաջին։ Եվ մենք տեսնում ենք այստեղ, որ ասում է եւ Տիրոջ առաջ սխալ կրակ մատուցեցին, ասում է որ Տերը չէր պատվիրել։ Եվ ասում է Տիրոջ բարկությունը դուրս եկավ եւ սպառեց նրան։ Հետո Ահարոնը գալիս է, տխրում է, եւ Աստված գալիս է ու Ահարոնին ասում է գիտես, ես ինձ փառավորողներով կփառավորվեմ։ Ես ինձ փառավորողներով կփառավորվեմ։ Ես ուզում եմ զուգահեռներ տանեմ։ Երեք այն ժամանակ հին ուխտի ժամանակներում քահանաները կրակը դնում են բուրվարի վրա, անում են ծառայություն են մատուցում։ Գիտես, հիմա նոր ուխտի ժամանակներն է։ Ինչ կապ ունի բուրվարը, ինչ կապ ունի կրակը մեր հետ։ Գիտես, այսօր որպես Տիրոջ քահանաներ ես ու դու կանգնած ենք Տիրոջ առաջին։ Կանգնած ենք ծառայություն անելու։ Եթե այն ժամանակ խունկ էին վառում մարդիկ, որ այդ անուշահոտությունը բարձրանա, ապա այսօր իմ ու քո կյանքն է խունկ։ Այսօր մեր քայլերը, մեր խոսքերը, մեր վերաբերմունքը մեկս մյուսին, մեր վերաբերմունքը Քրիստոսի հանդեպ, մեր սերը, մեր ծառայությունն է խունկ։ Աստծո առաջին, որ բարձրանում է։ Եվ շատ հաճախ ես ու դու մեր ներսում ոչ թե Աստծո կրակն ենք դնում, այլ դժոխքից բարձրացած կրակներ ենք դնում մեր ներսում։ Գիտես, ատելություններ, կռիվներ, նախանձներ, տարբեր բաներ, որ դրսևորվում է, եւ մի կրակ, որ Տերը չի պատվիրել մեր ներսում դնենք։ Գիտեք Հակոբոսը ինչ ասում իր թղթում։ Հակոբոս առաքյալը գրում է, ասում է՝ լեզուն, մարդու լեզուն։
Ասում մի բան է, որը որ ասում է գեհենից բռնկվում է։ Ու սկսում է մեծ բաներ խոսալ։ Մեծ բաներ խոսալ։ Գիտեք, շատ կարևոր է սիրելիներս, որ մենք հասկանանք, որ երբ որ մեր գործողությունները գնում է, մենք ինչ որ մի բան անում ենք, կլինի մեր տանը, կլինի աշխատանքի վայրում, կլինի ընկերների հետ, երբ որ մենք հավաքված ենք, կլինի եկեղեցում, ինչ կրակով է բռնկված այդ կրակը։ Որտեղից է այն երկնքից բռնկված կրակը, որը մարդուն սրբում է, մաքրում է, ավելի կատարյալ է դարձնում, թե այն խավարից բռնկված կրակը, որը որ պառակտում է բերում, որը սպառում է բերում, որը քանդում է, որը փչացնում է։ Գիտես, շատ բան չի փոխվել։ Այն ինչ որ մենք տեսնում ենք այստեղ, Նաբադի եւ Աբիուդի օրինակում։ Գիտեք, այսօր նույնպես կան քրիստոնյաներ, որոնք դրված են քահանայություն անելու համար, բայց չգիտես ինչի, ես իրանք որոշում են հանկարծ մի օր, դե լավ, ինչ կարևոր է, որ էսի սենց անեմ։ Հենա ես սենց կանեմ։ Ինչ կարևոր է հետևեմ եկեղեցում դրված կարգին, կանոնին, այն բոլոր բաներին, ինչ որ կա, սովորույթներին, որը որ դրված է։ Ով ասե, որ դա տենց պետք է լինի։ Ես սենց կանեմ։ Ես նույն ձևի մտածում եմ, այս երկու երիտասարդ քահանաները, ես կարծում եմ, որ իրանք երիտասարդ են եղել։ Ու գիտեք, արդյունքը բերեց նրան, որ իրանք արդյունքում, իրանք ծառայության արդյունքում ծառայում էին Տիրոջը գրածը, ասում եմ, բայց դա Աստծուն պետք չէր, որտեղ Աստծո չպատվիրված ձևով արեցին ամեն բան, իրանք ուզածով, իրանք ցանկությունով արեցին։ Իսկ մենք որպես ծառայողներ, որպես Աստծո ծառաներ, գիտեք, ծառայողը այդ մարդը չի մենակ, որ ասենք օրինակ փառաբանության ծառայողներն են, որոնք ստեղ ծառայում են, կամ այն մարդը, որ ստեղից խոսք է խոսում, քարոզում է։ Գիտես, ուզում եմ ասեմ, ստեղ նստած ամեն մարդ ծառայող է։ Ամեն մեկը ծառայում է։ Գիտես, եւ մենք կանչված ենք ծառա լինելու, մենք կանչված ենք ծառայող լինելու։ Գիտեք, մեկ անգամ երբ որ ինձ հարցրին, ասին, իսկ ինչ է ծառայությունը, որն է ծառայությունը ձեզ համար։ Ու ես մտածեցի մի բան, որ իմ ծառայությունը դա իմ կյանքն է։ Ես չեմ կարող ասեմ, որ ես եկեղեցում ծառայող եմ, իսկ ընտանիքում ոչ։ Դա նշանակում է, գիտես, մենք ծառայող ենք հենց ընտանիքից։ Դա այն սկսվում է ընտանիքից։ Երբ որ ընտանիքում հայրը բացում է իր աչքերը եւ մտածում է նախաճաշի համար, որ երեխաները պետքա գնան նախաճաշի, դասի նախաճաշա պատրաստում, հոգ անում, կնոջ համար, երեխաների մյուսի համար, դա նրա ծառայությունն է։ Երբ կինը բացում է աչքերը եւ մտածում է, որ ամուսինը առանց նախաճաշի չպիտի գնա աշխատանքի, եւ սկսում է հոգալ եւ ընտանիքում բոլորը սկսում են ծառայել, սա ծառայություն է։ Եվ ստեղից սկսվում է ծառայությունը։ Այնպես չի, որ մենք եկեղեցում ծառայող ենք, իսկ եկեղեցուց դուրս ուրիշ մարդ ենք։ Գիտես, ծառայողը ինքը ամենտեղ ծառայում է, եւ մենք որպես Աստծո մարդիկ, որպես Աստծո զավակներ, մենք կանչված ենք իրար ծառայելու, մենք կանչված ենք ծառայող լինելու, կլինի եկեղեցում, թե կլինի տանը։ Պարզապես այս ծառայությունը բաշխված է ըստ կարգերի, ըստ գործերի, ամեն մեկը եկեղեցում ինչ որ մի բան անում է։ Եվ գիտեք, այնքան հետաքրքիր է, որ շատ անգամ մենք կարանք ծառայողի խորհուրդը ցածրացնենք անիմաստ խոսքերով, մեր մտածելով, որ օրինակի համար մաքրության ծառայողը դե ավելի ցածր կատեգորիայի ծառայողը, քան բեմից քարոզողը։ Բայց Աստծո առաջինը տենց չի։ Աստծո առաջինը տենց չի։ Ամեն մեկին Աստված ասում է տվեց իր չափի համաձայն։ Ամեն մեկին տվեց պարգևներ ըստ իրանց կարողության։ Եվ մենք պետք է հասկանանք, որ այս ծառայողներն էլ, գիտեք, որպես ծառայողներ անում են մի բան, ինչ որ իրանք մտածում են, որ ճիշտ է, բայց իրանք գիտեին, որ նա Աստծո կամքը։ Իրանք ասվել էր, որ նա Աստծո կամքը։ Եվ մենք տեսնում ենք, որ վնաս է լինում։ Մյուս տեղը, որ ուզում եմ կարդամ, դա առաջի թագավորած 2-րդ գլուխն է։ Բոլորը շատ քաչ ծանոթ եք, բոլորը գիտեք այդ տեղերը։ Դա Հեղի քահանայի որդիների մասին է, որ Աստվածաշունչը ասում է, որ Հեղի որդիները դրանք չար որդիներ էին։ 2-րդ գլուխ եւ 12-րդ խոսքից եմ ուզում կարդամ։
Եկեք 11-ից կարդանք, ասում է եւ Եղկանան գնաց Ռամա իր տունը եւ Մանուկը Հեղի քահանայի առաջին տիրոջը ծառայություն էր անում, սա Սամուելի մասին է ասում։ Եվ շարունակում ասում է եւ Հեղի որդիները ասում է չար զավակներ էին։ Ինչու՞մն էր իրանց չարությունը։ Ինչ էին արել այդ զավակները, որ տիրոջ աչքի առաջ չար էր երևացել եւ Աստվածաշունչը նայեք, Աստված արձանագրել է սա իր խոսքի մեջ ու նշել է, որ Հեղի որդիները չար էին։ Եվ շարունակությունը ասենց է ասում. Եվ քահանաների սովորությունը այս էր, այսինքն կար սովորություն, որ քահանաների մեջ մտածել ու դա տենց է, ու այդ սովորությունը Աստված Մովսեսի ձեռով տվել էր, որ այսպես պետք է լինի այս կարգը քահանաների սնվելու մյուս բաների համար, եւ տեսեք ասում այս է ժողովրդի մասին, որ երբ որ մեկը զոհ մատուցեր, միսը եփելիս գալիս են քահանայի սպասավորը 3 ժանի մսահանը ձեռքին եւ մցնում էր այն կաթսայի կամ այն սանի կամ այն եփարանի կամ այն պտուկի մեջ եւ մսահանը ինչ որ հաներ, քահանան այն վերցնում էր եւ առնում էր իր համար։ Նրանք այսպես էին անում Սելովում, բայց այնտեղ եղող իսրայելացիներին, ասում է, նաեւ ճար պայրելուց, ասում է քահանայի սպասավորը գալիս էր եւ ասում զոհ անող մարդուն խորովելի միստ ուր քահանայի համար, որովհետև նա քեզանից եփած միստ չի առնի, այլ հում։ Եվ այն մարդը, երբ որ ասել թե թող հիմա ճարպը այրեմ եւ հետո սրտի տուզածի չափար, ասում այն ժամանակ ասում էր ոչ, հիմա տուր։ Եթե ոչ, բռնի կանեմ։ Եվ այն երիտասարդների մեղքը ասում է շատ մեծ էր Տիրոջ առաջին, որովհետև այդ մարդիկ արհամարում էին Տիրոջ զոհը։ Ինչն են արհամարում։ Այն կարգը այն սովորությունը, որ Տերը դրել էր, որ պետք է այսպես լինի։ Եվ գիտեք ինչ էին անում։ Մցնում են, միսը հանում են, դուրները չեր գալի, մցնում են, ուրիշն էին հանում։ Այնքան միջև իրանց ուզած կտորը դուրս գա։ Միջև իրանց ուզած կտորը դուրս գա։ Գիտեք այսօր ծառայության ժամանակ, երբ որ մեկին ասես գալիս է մարդ սրտանց, ասում է ուզում եմ ծառայեմ, ես ինչ ասեք կանեմ, ասում է շատ լավ։ Ուրեմն ծառայությունից հետո ինչ ես անում։ Այս բոլորը կլվաս, կմաքրես, ուրեմն ինչ կանես։ Գնում ես ամեն օր դրան մոտ կանգնում ես բոլոր եկեղեցի գալացողների առաջ դուռը բացում ես, ժպտում ես օրհնության խոսքեր ասում։ Չէ, բայց դա իմ ծառայությունը չի։ Ասում ես, բա ո՞րն է քո ծառայությունը։ Ես լավ քարոզիչ եմ։ Ես եմ։ Գիտեք մարդիկ միշտ ձգտում են։ Սենց երևացող բան տեղերում կանգնեն, բայց երբ որ ասում ես գնա միտեղ, որտեղ դու չես երևալու։ Գնա ու սկսի այնտեղից, ես մի անգամից բորբոքվում են, ոգևորվում են, այս կտորը ինձ դուր չի գալի։ Այս մի կտորն եմ ես սիրում։ Ես սիրում եմ այս յուղոտ կտորը, բայց այն մեկը չեմ սիրում։ Դրա համար գցում են դա ու այնքան եմ միջև իրանց ուզածը լինի։ Եթե գալիս են ասում են ես լավ երգում եմ, կարամ երգեմ, եւ դու նայում ես ասում ես շատ լավ։ Երգելու համար սկսում ենք ափսեները լվանալուց։ Դա շատ լավ օգնում է ձայնի համար։ Եվ գիտես ոգևորվում է մի անգամից, չէ, ես երգում եմ, ես եմ անում եւ առհասարակ։ Ես դույսերի լավ մասնագետ եմ, ես լավ ձայն եմ կարողանում դնեմ, ես եմ անում, շատ լավ։ Գիտես կան կարգեր։ Իհարկե ես չեմ ասում, որ հիմա բոլոր այն մարդիկ, ովքեր գալիս են փառաբանությունում կամ ասենք ձայնի լույսի վրա ծառայելու, մենք ասենք գնացեք ոչ, բայց կան դեպքեր, երբ որ կան կարգեր, որ դու պետք է մտնես ու այդ կարգով գնաս։ Եվ մենք տեսնում ենք մի բան, որ մարդիկ, որոնք կանչված են ծառայելու Աստծուն, բայց ոչ թե անում են այնպես, ոնց որ Աստված է ուզում որ անի, այլ իրանց ուզածով են անում, որովհետև ծառայությունը իրանց համար դառել էր սովորական մի բան։ Այսինքն իրանք կորցրել են, գիտեք ինչը, երկյուղը ու հասկացողությունը, որ ով է ծառայության Տերը։ Ու այստեղ իրանք վերցրել են իրանց վրա մի բան, որ եթե մենք դրված ենք, մենք ենք ծառայության Տերը եւ մենք կորոշենք ոնց կանենք։ Եթե իրանք չկորցնեն այն առաջի հայտնությունը, որ ծառայության Տերը Աստված է, ես իրանք ճիշտ կգնեն։ Եվ թե Նաբադի Աբիուդի դեպքում, թե Հեղի քահանայի որդիների դեպքում իրանք սկսեցին կառուցել իրանց ծառայությունը, իրանց ընթացքը, իրանց կյանքը, իրանց ուզած ձևով։ Բայց գիտեք ինչն է հետաքրքիր, որ այս վատ միջավայրի մեջ մեծանում է Սամուել մարգարեն։ Մեծանում է մի մանուկ, որը ճիշտ է մեծանում։ Ճիշտ է մեծանում։ Գիտեք, սենց ասեմ, եթե այսօր մենք որպես ծնողներ
Մենք հետևում ենք մեր երեխաներին, որ սխալ շրջապատ չընկնեն, համաձայն ես թե չէ։ Բոլորս։ Եվ եթե հայտնաբերում ենք, որ ասենք մեր երեխեքի կողքում ինչ-որ սխալ մարդիկ կան, որոնք որ սխալ բաներ կարան ձևավորեն, արգելում ենք, խոսում ենք հետները, հորդորում ենք, ասում ենք, լսի, լավ շրջապատ չեն, լավ մարդիկ չեն, լավ արարքներ չունեն, վատ վարքի տերեն են, արի հեռու մնա իրանցից բան։ Բայց Սամուելի ծնողները ուխտ ունեին Աստծո հետ, ու որպես իրանց ուխտը չխափանվեր, իրանք միջև վերջ գնացին, իրանց երեխուն տվեցին։ Ու ես չեմ կարծում, որ Սամուելի ծնողները տեղյակ չէին Հեղի քահանայի արարքներից, որտեղ իրանք այնց բաներ էին անում իրանց որդիները։ Աստծո խոսքն ասում է, որ ասում է շնության մեջ էին, ասում է տաճարի մեջ։ Ու դա նենց չի, որ ծածկվող բաներ է։ Որ այդ խոսակցությունները հասած կներ ծնողներին, բայց ասում է Սամուել, ասում է Տիրոջը ծառայում էր։ Գիտեք որն էր գաղտնիքը, որ գիտեր Սամուելը Հեղի առաջին, բայց ում է ծառայում։ Նա Տիրոջն էր ծառայում։ Եվ այս միջավայրի մեջ, գիտեք Աստված գալիս է պատանու հետ խոսում է։ Խոսում է ինչա ով է ինքը լինելու։ Ով է ինքը լինելու, ով է ինքը բարձրանալու։ Եվ մենք տեսնում ենք, որ այս անառողջ սխալ իրավիճակի մեջ միևնույնն է Աստված գտնում է իր անարած սերմը, որին լցնում է, օծում է, բարձրացնում է, եւ մենք տեսնում ենք Սամուել մարգարեի օրերում Իսրայելը ոնց էր բնակվում։ Եվ վերջում, երբ որ Սամուել մարգարեն կանգնում է ու ասում է, եթե մեկին զրկել եմ, մեկին անիրավություն եմ արել, մեկի եզին, մեկի էշին, մեկի ինչ որ ունեցվածքին ցանկացել եմ, փափագել եմ, ուզել եմ թող հիմա կանգնեք ասեք, եւ մարդ չի գտնվում, որ ասի։ Ոչ մեկ չի գտնվում։ Աստծո կամքի համեմատ ծառայություն մատուցած մարդ, որ գնում է, որտեղ իր ամբողջ կյանքի ընթացքում ում Աստծուն է դնում ամենակենտրոնական տեղը։ Եվ նայում է ոչ թե մարդկանց, ոչ թե սրան, նրան, այլ նայում է Աստծուն։ Ինչպես Եբրայեցիս թուղթը ասում է, որ մեր առաջ, ասում է, մենք մի ասպարեզ ենք վազում, ասում է, որ պետք է մտիկ տանք, ասում է, մեր հավատքի զորագլխին ու կատարողին Քրիստոս Հիսուսին, ասում է, եւ ամեն մեղք, ամեն անօրություն մի կողմ դնենք եւ ասում է, նայենք Հիսուսին։ Գիտեք, բայց կային սովորություններ, որ իրանք պետք է այդ սովորույթները պահեն, սովորություն պետք է լիներ իրանց համար պահելու։ Ու մեր կյանքում է սիրելիներս կա բաներ, որ մենք անում ենք, եկեղեցի գալը, մյուսը, այս ամեն ինչը, բայց այն օգուտ չի տալի, երբ որ մենք կորցնում ենք մեր գլխավոր տեսիլքը, դա Քրիստոսի հետ հաղորդակցության տեսիլքն է։ Ինչի Հեղիի որդիները, Ահարոնի որդիները կարողացան շատ արագ շեղեն ճանապարհը, որտեվ հանդիպումը իրանք չեն ունեցել Տիրոջ հետ։ Իրանք այդ պատվերը Մովսեսից են ստացել, հանդիպումը Մովսեսը ուներ Տիրոջ հետ։ Գիտեք, այնքան կարևոր է, որ եկեղեցում ամեն մեկը, ամեն մի անհատ իր կյանքը կառուցի Քրիստոսի հետ հանդիպման վրա։ Գիտեք, մենք շատ անգամ կարող գանք եկեղեցի, լսենք Աստծո խոսքը, ոգևորվենք, բայց առանձին, երբ որ մենք տանն ենք, մենակ ենք, ունենք արդյոք Տիրոջ հետ այդ հարաբերությունը, փոխհարաբերությունը, արդյոք Տիրոջ հետ հանդիպում կարանք ունենանք, թե մենակ ապրում ենք եկեղեցու կիրակից կիրակի, կամ այն հավաքույթներին, որ եկեղեցին կազմակերպում է։ Եվ հենց այս հանդիպման պատճառով, չլինելու պատճառով, այն սովորույթները, որոնք որ բարի ու լավ սովորույթներ են, դառնում են սովորական բաներ։ Մեր կյանքում դառնում են սովորական բաներ։ Գիտեք, եկեղեցի գնալը դա Հիսուսի սովորություններ էր։ Աստծո խոսքը իր սովորույթի համաձայն մտավ ժողովարան, ամեն շաբաթ օր մտնում էր եւ սկսում էր սովորացնել։ Այն Պողոսի սովորություններ։ Բայց իրանց սովորությունը, գիտես, հիմնված չէր մենակ նրա վրա, որ դե պետք է իմանալ, այլ իրանց կյանքը Աստծո առաջ բերված էր։ Դուք ասես դե դա Հիսուսն է, շատ լավ, բա Պողոսը, բա մյուսները։ Գիտեք, այն մարդիկ, ովքեր Աստծուն հանդիպում են, ունենում Աստծո հետ, վերապրում են ունենում հանդիպման, այդ մարդիկ կյանքում ունենում են մեկ հարց, ու էլ իրանց ոչ մի հարց չի հետաքրքրում, եւ դա այս հարցն է. ես ինչ կարամ քո համար անեմ։
Այն մարդիկ, ովքեր միայն լսում են Աստծո մասին, իրանք էլ են ունենում մի հարց. Ինչ կարաս դու անես իմ համար։ Գիտես, երբ որ մենք տեսնում ենք Պողոսին, հələ Պողոս չեղած ժամանակ, բայց Աստծո այդ հանդիպումը մի անգամից փոխում է իր պատկերացումը, իր հասկացողությունը, իր տեսիլքը եւ ասում է. ես հասկացա դու ով ես, ինչ կարամ քո համար անեմ, որովհետեւ նա հասկանում է մի բան, որ չկա մի բան երկրի վրա, որ Աստված չկարենա անի իր համար։ Եվ գալիս է հայտնությունը, որ շատ լավ։ Ես քո այդ հանդիպումը ունեցա, ես տեսա դու ով ես։ Չկա մի բան ինձ պետք լինող կամ հարկավոր, որ դու չանես։ Բա ես ինչ կարամ քո համար անեմ։ Իսկ այն մարդիկ, ովքեր մենակ լսում են, որ Հիսուսը հրաշքներ է անում, այս մեկին բժշկեց, այն մեկին օրհնեց, նոր տուն ունեցավ, նոր մեքենա, նոր բիզնես, ու ինքս ես մտածում ասում, հա, ուրեմն իմ համար է կարանի, ասում Հիսուս իմ համար էլ արա։ Գիտես, դա վատ չի։ Նա մեր հայրն է եւ մենք մեր կարիքները, մեր խնդրվածները, մեր աղոթները, այո, բարձրացնում ենք Տիրոջ առաջ։ Բայց գիտես, սա չի մեր գլխավոր նպատակը։ Հիսուսն ասես փնտրեք Աստծո արքայությունը, նրա արդարությունը, որտեղ այդ ամեն ինչը տրվելու է ձեզ։ Այդ ամեն ինչը կտրվի ձեզ։ Գիտեք, Աստծո հետ մտերմությունը բերում է Աստծուն ճանաչողություն, իսկ Աստծուն ճանաչողությունը, գիտես, մեր սովորույթները, մեր սովորությունները արժեքավոր են դարձնում, ոչ թե սովորական ինչ-որ մի բանի նման։ Երբևիցե վստահ եմ, որ այստեղ բոլորս երբևիցե ստացել ենք մի նվեր, որը մեզ համար սպասված, թանկ, ախորժելի է եղել։ Բայց հետո ասում եմ մի որոշ ժամանակ, որ դա արդեն ինչ-որ sense սովորական է նայում այդ ամեն ինչին։ Բայց այն սկզբի ժամանակները օրինակ դի շատ թանկ էր, ինքը հատուկ տեղ ուներ համ քո սրտում, համ քո պահարանի մեջ, ամենտեղ, բայց երբ որ երկար դու իրան կրում ես, օգտագործում ես, գիտես, այն դառնում է ինչ-որ սովորական իպես մի բան։ Էլ դու այդքան սիրտդ չի դողում, հա դրա վրա։ Արդեն էլ որ ասում եմ, երբ որ թորներդ գան գցեն կոտրենք, ասես հա դե լավ է, դի ոչինչ։ Բայց երբ որ են քո սիրած են, քո ամենասիրած են, չգիտեմ, բաժակնա կամ ինչն է, որ հանկարծ գալիս են երեխեքը կամ վնասում են, ես մի տեսակ sense ներսը որպես քրիստոնյա քեզ զսպում ես, չես ուզում ինչ-որ, բայց ներսդ ուզում է գոռա, ուզում ես ասես, ես ինչ արեցիր։ Ես էդի ներսը որտեղ արժեքավոր մի բանի կպավ, քո համար թանկ ու արժեքավոր։ Ու Աստված էլ ունի իր արժեքավորը, էդի դու ես։ Այդ դու ես, այդ ես եմ, էդի մեր անցկացրած, իր հետ անցկացրած ժամանակն է։ Էդի այն ժամանակն է, որտեղ Աստված պիտի անի, պիտի մեզի սովորացնի, ասի, շատ լավ է ստենում եմ քո կրակը, ոնց ես դու գալիս եկեղեցի ծառայում, բայց ես ուզում եմ ասեմ, որ դու այս բանը սենց անես, այդ իմ համար ավելի թանկ կլինի։ Երբ որ դու սենց վարվես, խունկի պես կբարձրանա ու երկինքը կցնծա ու մարդիկ օրհնություն կստանան դրանից։ Բայց քանի որ չկա այն ամենակարևորը ժամանակը Աստծո հետ անցկացնելու կարևորությունը, ծառայությունն էլ ընթացքում դառնում սովորական։ Աշխատանքի պես, գործի պես մի բան։ Դե պետք է անենք, էլի։ Հիմա եկեղեցում ենք, բայց մեր անունն է, մեր պատիվն է, դե պետք է անենք, գնում ենք եկեղեցի, բա ոնց չգնանք, պիտի գնանք։ Բայց երբ որ կա Քրիստոսի հետ անձնական մտերմություն եւ փոխհարաբերություն, քո ծառայությունն էլ է իմաստավորվում։ Դու էլ ես սկսում գնահատես քո ծառայությունը, դու էլ ես սկսում արժևորես, դու էլ ես ուզում, որ քո ծառայությունը ավելի զորանա, ավելի զարգանա, ավելի աճի, գնա առաջ, ու այդ պատճառով դու հասկանում ես մի բան, որ դու չես կարող առանց Հիսուսի դա անես։ Որովհետև առանց Հիսուսի, երբ որ մենք մի բան անենք, դա կստացվի, որ մենք մեր ուզած ձևով ենք անում ենք մի բան, ինչը որ Աստված չի պատվիրել մեզ անելու։ Ու դրա մեջ պտուղ չի լինում։ Դրա համար սիրելիներս այնքան կարևոր է, որ սովորույթները մեր եկեղեցի գալու, ծառայելու, աղոթելու երբեք սովորական բան չդառնա մեզ համար, այլ հասկանանք մի բան, որ երբ որ կանգնում ես աղոթքի, այնպես չի, որ դու կանգնում ես ուղղակի սովորականի պես մեխանիկական ինչ-որ բաներ ես անում, գիտես դա դառնում է կրոն, դա դառնում է մեռած մի բան, բայց հավատքը ինձ ու քեզ մղում է ոչ թե սովորական այլ արժեքավոր բաների, դու հասկանում ես, որ Աստված կենդանի է, Աստված կա, ինքը լսում է քո աղոթքները,
Ինքը գիտի քո շնչածը, քո արտաշնչածը։ Ինքը գիտի քո ցավը, քո ուրախությունը, քո դժվարությունը, քո տառապանքը, եւ դու կանգնում ես աղոթքի, հավատքի վրա հիմնված, իր խոսքի վրա հիմնված, որ նա կա, նա լսում է, ու Հիսուսն ասում է. այն ինչ որ ծածուկ կխնդրես, ես բոլորի աչքի առաջ կանեմ դա։ Այն ինչ որ կմտնես առանձին, որտեղ ոչ մեկ չկա, որտեղ ոչ մեկի ցույց տալու ոչ մի բան չունես դու։ Դու ու ինքը մենակ իրա դուք եք։ Ուրիշ ոչ մեկ, որտեղ դու ես եւ նա է, որտեղ դու կարաս մտնես, լացես, ողբաս, ուրախանաս նրա ներկայության մեջ եւ այնտեղից դուրս գաս եւ բոլորը կտեսնեն, ասում է դա։ Բոլորը կտեսնեն դա։ Այսի ամենակարևոր սովորույթն է մեր կյանքում, որ սովորույթ դարձնենք Աստծո հետ հանդիպում ունենալու ժամանակ առ ժամանակ, երբեմն, երբ որ մենք մտնում ենք, հարցեր ա մեզ համար առաջանում, ես գալիս ենք եկեղեցի, չորացած, բայց ոչ մի բան չի փոխվում, որովհետև մեր ներսում է ինչ-որ բան փոխվե, մեր վերաբերմունքի մեջ, մեր հայացքների մեջ, որտև չկա Տիրոջ փափագը նրան փնտրելու։ Եվ ինչն է ինձ ու քեզ օգնում այս ընթացքում, որ մենք չկորցնենք այդ ամենաթանկ ու արժեքավոր բաները, դա Տիրոջ երկյուղն է։ Դա Տիրոջ երկյուղն է, որը Հիսուսի ախորժանքն էր։ Երեք շատ բաներ կա գրած Հիսուսի համար։ Եսայի մարգարեության մեջ Եսայի 11-րդ գլուխ եկեք բացենք։ Եսայի մարգարեություն 11-րդ գլուխ, եւ այստեղ խոսում է Քրիստոսի մասին։ Առաջի խոսքից ասում է եւ Հեսեի բունից մի շառավիղ է դուրս գալու։ Եվ մի ընձուղ է բուսնելու նրա արմատներից եւ նրա վրա կհանգչի Տիրոջ հոգին։ Իմաստության եւ հանճարի հոգին, խորհրդի եւ զորության հոգին, գիտության եւ Տիրոջ երկյուղի հոգին։ Նայեք, ասում է եւ նրա ախորժանքը Տիրոջ երկյուղն է։ Պատկերացնում ես, այսքան բաներից Տիրոջ երկյուղն է Հիսուսի ախորժանքը։ Տիրոջ երկյուղը։ Եվ շարունակությունը ինչ է ասում։ Ասում է, որ ոչ իր ականջներին լսածի պես կհանդիմանի եւ ոչ էլ իր տեսածի պես կդատի։ Այլ ասում է, արդար դատաստան կանի։ Տիրոջը կհանձնի ամեն բան։ Նայ, ու գիտեք ինքան կարևոր է, հիմա մտածում ես, ասում ես, լավ ո՞րն է Տիրոջ երկյուղը, դա Տիրոջից վախենալն է, որ հանկարծ սխալվեմ, Աստված կպատժի ինձ։ Ոնց ուրեմն պետք է ես այտենց ապրեմ, վախենամ սխալ գործելուց։ Ոչ սիրելիս, գիտես որն է Տիրոջ երկյուղը։ Տիրոջ երկյուղը Տիրոջ ներկայությունը չկորցնելն է։ Այլ դու վախենաս, որ քո արարքը, բավուր ես արարքս պատ կառուցի իմ ու իմ Աստծո հարաբերությունների մեջ։ Ու ես չեմ ուզում կորցնեմ Տիրոջ ներկայությունը։ Ես դրա համար չեմ ուզում անեմ բաներ, ինչը որ կառանձնացնի, ինչը որ պատ կկառուցի։ Նայ, Եսային ասում է, Աստված Եսայի միջոցով գիտեք ինչ ասում է, ոչ Տիրոջ ձեռքն է կարճացել փրկելուց, ոչ է նրա ականջներն է ծանրացել լսելուց։ Ասում է, այլ ձեր անօրինություններն են, որ պատ են կառուցում։ Ձեր ու ձեր Աստծո միջև։ Բայց Քրիստոսի արյունը քանդեց այդ պատը։ Իմ ու քո կյանքում Քրիստոսի արյունը քանդեց այդ մեջտեղի բաժանող պատը, ասում է, որը թշնամության պատ էր։ Պողոս առաքյալն է գրում, ասում է, եւ ամեն հակառակ ձեռագիր, ասում է, քանդեց, փոխեց եւ ասում է, իր օրհնության ժառանգորդը դարձրեց ինձ ու քեզ։ Գիտեք, ամեն բան Հիսուսը արել է, սիրելիս, որպեսզի ճանապարհը բաց լինի, որ ես ու դու այն արժեքավոր բաները, ինչը որ նրա առաջին արժեքա, դա դարձնենք սովորույթներ մեր կյանքում եւ մտնենք այդ արժեքավոր բաների մեջ։ Բայց գիտեք, երբ որ մենք նայում ենք, այս քանի դեռ այս աշխարհում ենք, կա սատանա, որը միշտ ուզում է խանգարի ինձ ու քեզ։ Կա թշնամի, որը ուզում է մեզ հեռացնի, որը ուզում է մեզ շեղի, որը ուզում է գողանա, փչացնի, կորցնի, բայց Քրիստոսը բարիա եւ նրա ողորմությունը հավիտյանը, որ
իր զավակների սիրո համար ես նա նորից հետ է բերում մեզ։ Նա նորից հետ է բերում մեզ։ Նա նորից ուղղում է, նա նորից դնում է, նա մեզ նորից կարգավորում է եւ ցույց է տալի որն է իմ համար կարևորը։ Ինչն է իմ համար կարևորը։ Ոչ թե այն միայն որ դու գաս եւ ներկա լինես, այլ ինձ համար կարևոր է, որ քո կյանքը ամբողջությամբ ընծայված լինի ինձ, որ երբ որ դու գաս, ես քո միջոցով անուշահոտություն լցնեմ իմ ժողովրդի վրա, որ երբ որ դու գաս քո ծառայությունը կրակ բերի, օրհնություն բերի, որ երբ որ դու գաս քո ծառայությունը երկինքը ուրախացնի, ցնծություն բերի, քո ներկայությունը արդեն մտնեսնես եւ մարդիկ, երբ որ տխուր նստած լինեն, քո դեմքը տեսնելով, գես ուրախությամբ լցվեն, սա է իմ կամքը։ Այդ ժամանակ այս բարի սովորույթները եկեղեցի գալու դառնում է օրհնություն Աստծո համար, օրհնություն մեկս մյուսի համար։ Բայց երբ մենք գալիս ենք, եւ մենք ման ենք գալիս, ասում ենք, հա, դա սպասի տեսնեմ, ով ինչ է անում, ով ոնց է անում, էսի ճիշտ չի անում, էսի է ճիշտ, էնի է սխալ, էնի է էսի։ Երեք սա բերում է մահ եւ պառակտում։ Սա բերում է Տիրոջ տան մեջ բաժանում։ Այդ ոգին, ես ձեզ ասեմ, դա ոգի է, որ խավարից է դուրս եկել, որ ուզում է քանդի Աստծո զավակների միջև սերը, հարգանքը, միաբանությունը, ծառայությունը Աստծուն։ Դրա համար գիտեք մենք շատ անգամ երբ որ հանդիպումներ չի լինում Տիրոջ հետ, ուզում ենք միայն կառուցենք տեսանելի բաների վրա, սրանք դառնում են սովորական բաներ, անարժեք բաներ, ինչը վնաս է բերում։ Բայց երբ որ մեր կյանքը բարի, լավ, ճիշտ սովորույթների մեջ գնում է, բայց այդ սովորույթների մեջ մենք չենք կորցնում Աստծուն, այլ ապրում ենք Աստծո հետ, այն դառնում է օրհնություն իմ, քո կողքինի, եկեղեցու, երկրի համար, միջավայրի համար, ամեն ինչի համար։ Ամեն։ Դրա համար շատ կարևոր է սիրելիներս, որ երբեք սովորույթները չդառնան լավ սովորույթները, սովորական։ Ես կխնդրեմ փառաբանությունից, եթե մարդ կա նվագի, մի բան կա, որ մենք իրար հետ պիտի անենք։ Գիտես, ժամանակ առ ժամանակ մենք բոլորս է կարող ենք հայտնվենք այս վիճակի մեջ, որ սովորական լինի եկեղեցի գալը, արտանում ես եւ ինչ որ հավես չունես եկեղեցի գալու։ Դու գիտես, որ դու պետքա գնաս եկեղեցի, բայց հավես չունես։ Մի հումորային այսպիսի պատմություն կա։ Մայրը որդուն արթնացնում ասում է. «Վեր կաց, եկեղեցի գնալու ժամանակն է, վեր կաց»։ Ասում է. «Օ, թող քնեմ, հոգնած եմ, հավես չունեմ գնում»։ Ասում է. «Ոնց հավես չունես, դու հովիվն ես, դու պետք է այնտեղ լինես, վեր կաց»։ Գիտեք, երբեմն գալիս է մեր մոտ այնց իրավիճակներ, որ գիտես դու գալիս ես եկեղեցի, ամեն ինչ ուրիշները կնայեն, կասեն «Եռնեք սրա Տիրոջը, այսինչ երջանիկ մարդ է»։ Բայց դու ներսից քանդված։ Իսկ չես ուզում ոչ մեկ քո երեսը տենա, դու ուզում ես պահկվես սաղից, բայց ճար չունես, դու պիտի լինես այնտեղ։ Ես դու գալիս ես, բայց Տիրոջը փնտրտուքի մեջ, մեկ է Տերը հայտնվում է, նորոգում է, բժշկում է, մեկ է Տերը լցնում է, ու դու սկսում ես ճանաչես Աստծուն դրա մեջ։ Ու դու մարդ ես, որ թույլ ես տալիս, որ Սուրբ Հոգին գործի, եթե բաներ կա կտրելու, կտրի, գցի, որտեղ դա վնասում է։ Հիսուսն ասում է ես հայրն եմ, ասում է ես մշակ, որդն եմ, ասում է դուք ճուղերն եք, իսկ իմ հայրը մշակն է։ Ինչի համար է պետք մշակը, որ այն ճուղերը մշակի, փառք Աստծուն, որ հայրն է մշակը։ Որ եթե ես լինեի մշակ, ես մեր այգում մի անգամ մի ծառ էինք, մի ծառ կար, երբ որ այդ տունը գնացինք սեփական տուն։ Ծիրանի ծառ էր, լավ ծառ էր։ Եկա տեսա, ես մասնագետ չեմ ընդհանրապես ծառների։ Եվ ես ինքս որոշեցի, որ էսի փչացած ծառը պետք է կտրվի։ Ծիրանի ծառ, պտղաբեր ծառ, բռնեցի, կտրեցի, ասի տեղը ցազա ծառ տնկեք։ Եվ հետո այդ իմ տնկած ծառը մեծացավ ու հասկացա, որ այն ինչը որ այդ ծառի տեսքի վրա լինում էր ծառի վրա, նույնն է սրա վրա է լինում։ Նույնն է ծառի վրա է լինում։ Սուրբ Հոգին սկսեց խոսալ հետս։ Ասես գիտես։ Ինչի է գրված, որ ես եմ մշակը, որտեվ ես գիտեմ ում ոնց պետքա կտրեմ։ Ես գիտեմ ում որտեղից պետքա մշակեմ։ Որտեվ ես գիտեմ որ ճյուղը կտրեմ, որ այդ ծառը ճիշտ ձևավորվի, բայց դու չգիտես։
Ու երբ որ մենք կտրում ենք, գիտես, բուժման ենթակա ծառը կարանք կտրենք եւ փչացնենք։ Ու այդ ժամանակ գիտես ինչա տեղի ունենում, վնաս է լինում։ Դրա համար այնքան կարևոր է, որ ճուղը ճուղին չի էտում, որ մշակն է էտում, որը պատվաստված է որդի վրա, որ Սուրբ Հոգին կարագա կտրի, թույլ տա։ Բայց գիտեք, այս է երկրորդ կողմը, որ մենք պետքա պատրաստ լինենք։ Մենք պետքա մեր ականջները բաց լինի։ Մեր սիրտը պատրաստ լինի լսելու Տիրոջ ձայնը։ Մեր սիրտը պետքա պատրաստ լինի լսելու Աստծո խոսքը։ Որ Աստված իր եկեղեցում դրեց հովիվներ, ուսուցիչներ, մարգարեներ, առաքյալներ, ավետարանիչներ, ասում է եկեղեցու շինության եւ սուրբերի կատարելության համար։ Որ մարդը չասի, ես Սուրբ Հոգու հետ ունեմ հաղորդություն, դուք ինձ պետք չէ, գնացեք ինչ ուզում եք արեք, դուք սաղը սխալ եք, Սուրբ Հոգու հետ ես շփում ունեմ։ Աստված գործում է, այո, Սուրբ Հոգին եւ անձնապես եւ իր պարգևների միջոցով։ Երբ որ պարգևները գալիս են ու խոսում են մեզ հետ ինչ որ բանի մասին, չասենք, ես այդպես չեմ կարծում, այլ բաց լինենք, միգուցե Սուրբ Հոգին ուզում է ինչ որ բան հեռացնի մեզանից, որը վնասում է եւ մեզ եւ մեր կողքիններին։ Որովհետեւ եկեղեցին էդի մեր դաշտը չի, էդի Աստծո արքայությունն է։ Եկեղեցին էդի Աստծո պարտեզն է։ Մենք մշակներ ենք։ Մեզ տրված է տնտեսությունը, որ տնտեսենք Աստծո ուզած կերպով, ամեն մեկից ունի մեր գործը։